Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրավիճակը մոտենում է իսկական պայթյունավտանգ կետին, անցյալ սերիալների լարվածությունը չէր էլ հասցրել նվազել, երբ նոր բացահայտումները նորից ցնցեցին հեռուստադիտողներին։ Այս անգամ կրքերը բորբոքում է Լիլիթը, որը միշտ եղել է համառ, հավակնոտ և ամեն գնով իր ուզածին հասնելու համար պատրաստ է երկընտրանքային քայլերի, բայց այժմ նրան արդեն կարելի է անվանել կոտրված, անկառավարելի և վտանգավոր։ Սոսը վերջապես պահանջում է ապահար զան, Լիլիթը խուճապը մեջ է։ Նրա խուճապը վերածվում է կատաղության։ Սոսն, ով այս ամբողջ ընթացքում պայքարում էր ճշմարտությունը բացահայտելու, Միքայելի գծած մութ ճանապարհից ազատվելու և սեփական կյանքը խաղաղությամբ ապրելու համար, վերջապես բարձրաձայնում է իր վաղուց հասունացած որոշումը։ Նա Լիլիթին ասում է, որ ամեն ինչ ավարտված է և պահանջում է ապահար զան։ Լիլիթի համար, բնականաբար, սա մահախոսականի պես է հնչում։ Սիրո կորուստը, սեփական իշխանությունը Սոսին վրա կորցնելու հնարավորությունը, տարիներ շարունակ կառուցած պատրանքների փլուզումը նրան հասցնում են հոգեբանական պայթյունի եզրին, և հենց այդ պահին նրա մեջ մի բան կոտրվում է։ Լիլիթը սլանում է Աննայի տուն, լի ատելությամբ ու խանդով։ Աննան լուռ ու անհասկանալի իրավիճակի մեջ է ընկնում։ Նա չգիտի, թե ինչու է Լիլիթն իր տուն եկել այսքան բորբոքված, աչքերում ցասում, ձայնում անկառավարելի գոռոց։ Լիլիթը նրան մեղադրում է ամեն ինչում։ Նրա պատկերացմամբ Աննան խանգարել է իր կյանքին, Սոսի հետ հարաբերություններին, հանդգնում է ապագայում խլել նաև նրա երջանկությունը։ Աննան փորձում է պաշտպանվել, բայց Լիլիթի մեջ չարությունն այս անգամ հաղթում է բանականությանը։ Այնինչ կատարվում է Աննայի ու Լիլիթի միջև, դեռ ամբողջությամբ չի ցուցադրվել, սակայն երևում է, որ վիճաբանությունը վերածվում է ֆիզիկական բախման։ Աննան ընկնում է կամ հրում են նրան, և Լիլիթը շնչակտուր գնում է տուն, որտեղ հանդիպում է հորը։ Լիլիթը հորը խոստովանում է, որ քրոջը սպանել է։ Արցունքն աչքերին նա մտնում է տուն, իսկ Բագրատն անմիջապես հասկանում է, որ դստեր հետ ինչ-որ բան է տեղի ունեցել, քանի որ անցյալում ևս, երբ ինչ-որ վատ բան էր կատարում, նրա արցունքներում ներողություն, աչքերում արցունքներ էին հայտնվում։ Հենց այս խոսքերն են դառնում վերջին սերիալների գլխավոր ինտրիգը։ Լիլիթը արցունքներով, անքննելի վախով հորն ասում է. «Ես սպանել եմ իմ քրոջը», սակայն հեռուստադիտողներն անմիջապես զգում են. սա չի կարող լինել վերջնական ճշմարտությունը։ Դիանա Գրիգորյանը երբեք այսքան առանցքային կերպարի Աննայի ճակատագիրն ավարտ չէր տա նման կտրուկ կերպով։ Ինչու Աննան չի կարող մահացած լինել։ Աննայի կերպարը սերիալի ողնաշարն է։ Նրա ու Անգելինայի հանդիպումը դեռ պետք է դառնա գլխավոր հուզիչ գագաթնակետը։ Անգելինան դեռ չի ստացել իր մայրական գրկի երկար սպասված ջերմությունը։ Դիանա Գրիգորյանը չի կտրի այդ գիծը, քանի որ դա սերիալի բովանդակության հիմքն է։ Հնարավոր է, որ Լիլիթը կարծում է, թե իրոք սպանել է, բայց իրականում Աննան գոնե կորցրել է գիտակցությունը, ընկել, բախվել է ինչ-որ բանի, բայց ողջ է մնացել, կամ ինչ-որ մեկի կողմից օգնություն է ստացել վերջին վայրկյանին։ Գաղտնիքը բացվելու է ընդամենը ժամեր անց։ Ինչ է սպասվում։ Այս դեպքը կարող է դառնալ հսկայական շղթայական արձագանքի սկիզբ։ Լիլիթն արդեն խճճվել է իր իսկ գործած ստի ու խանդի մեջ։ Սոսն ավելի կվիրավորվի, հասկանալով, թե ում հետ է ապրել տարիներ շարունակ։ Աննայի վնասվածքը նոր ինտրիգների պատճառ կդառնա, գուցե կմիավորի որդուն ու դստերը, իսկ Միքայելի ու Հենդոյի դատը մոտենում է անխուսափելի ավարտին։ Դիանա Գրիգորյանը լիովին վերահսկում է սերիալի սրությունը, և հենց թվում է, թե սյուժեն հանգստանալու է, նա ավելացնում է նոր կրակներ, ապահովելով, որ հեռուստադիտողն առանց հոգնածության սպասի հաջորդ էլ ավելի լարված ու էլ ավելի հետաքրքիր սերիալներին։ Վերջին զանգն իր եզրափակիչ շրջափուլում է։ Արդեն չկա երկրորդական գիծ, ամեն ինչ ուղղված է գլխավոր ճշմարտության բացահայտմանը, հերոսների ճակատագրերի վերջնական գնահատմանը և երկար սպասված արդարությանը։ Լիլիթի սխալը նրա չափազանցված հույզերի արդյունքն է, բայց նրա արածն արդեն նոր ողբերգության սկիզբ է։ Ժամանակն է, որ յուրաքանչյուր կերպար ստանա իր արժանի վերջաբանը, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Միացեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ
կոճակը, որպեսզի հենց դուք առաջինը ստանաք մեր տեսանյութերի մասին տեղեկատվություն և լինեք տեղեկացված, տեղեկանաք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, իսկապես Աննան մահացել է, Լիլիթին հաջողվել է նրան զրկել կյանքից, թե ինչ-որ բան խառնում է, այնուամենայնիվ ամենալարված սերիաները դեռ առջևում են, Դիանա Գրիգորյանը հաստատ թույլ չի տա հեռուստադիտողներին ձանձրանալ։ Մնացեք մեզ հետ և եղեք տեղեկացված։ Մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք գրել ձեր կարծիքները հեռուստասերիալի, հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին և գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին եք համարում ամենահաջողվածը։